Բարի երեկո ձեզ, այս թեմայով ուզում եմ առանձին ձայնային թողնել, որովհետև այսպիսի հերթականություն առաջացավ, Տրամպը հայտարարություն է անում, որ ինչ որ զենք է ուղարկվում, ինչ որ մարդկանց Իրանում, ովքեր երբ այդ զենքը ստանան, կսկսեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ, քաղաքացիական պատերազմ հրահրելու ֆորմատով, զենքերով զինված, ես պատկերացնում եմ, որ նույն փորձն է արվելու ինչպես հունվարի դեպքերի ժամանակ, հարձակումներ ուժային կառույցների վրա, ոստիկանական բաժանմունքներ, բանակային զորամասեր, զինկոմիսարիատներ, և հիշենք, որ ցռերի հարձակումը եղել էր ՊՊԾ գնդի վրա, ամերիկյան դիզայնը, ինչպես տեսնում եք, ունի հստակ օրինաչափություն։ Մի քանի անգամ Տրամպը նշել է, որ անցյալ անգամներին, երբ որ զենք են ուղարկել, քրդերի միջոցով են ուղարկել, քրդերը այդ զենքը չեն փոխանցել, իրենց են պահել, քրդական բոլոր կազմակերպությունները, ընդ որում 5 կազմակերպություններ կան, մի հատվածը Իրանում, մի հատվածը Իրաքում, ովքեր Իրաքի տարածքում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ, դեռ հունվարի դեպքերի ժամանակ դեկլարացիա էին ստորագրել, որ իրենք բոլորը միասին մարտնչելու են ընդդեմ Իրանի, իսկ հետո այդ դեպքերի զարգացման ընթացքում, որ տեսանք մարդիկ ցույցեր էին անում պատերազմ հրահրելու որևէ ցանկություն չունեին եւ այլն, այդ կազմակերպությունները հետ կանգնեցին գործողություններից, բայց իրենք ընդհանուր հակաիրանական ուժեր են, իրենք պաշտոնապես հայտարարել են, որ իրենք ոչ մի զենքից տեղյակ չեն, որևէ ԿՀՎ նախապատրաստական աշխատանքներ կամ Մոսադի կողմից նախապատրաստական աշխատանքներ, որ իրենք հարձակում գործեն, տեղի չի ունեցել, հիշենք, որ պատերազմի ժամանակ 40-օրյա նաև խոսվում էր, որ այդ կազմակերպությունները ճակատ պետք է բացեն Իրանի դեմ արևմուտքից, այդ ժամանակ էլ են այդ հայտարարությունները արվել և մի տեսակ մոռացվել է և հիշեցնեմ, որ այսքան ժամանակ, որ զինադադար է գործում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերական, հիմնական ուշադրությունը չնայած Հորմուզի վրա է, մենք ամենօրյա ռեժիմով երեկոյան ժամերին, ուշ ժամերի տեղեկություններ ենք ստանում Իրաքի տարածքում զետեղված, հատկապես Սուլեյմանիեում զետեղված քրդական ահաբեկչական կազմակերպությունների կենտրոնների մասին, որոնք կոնկրետ հակաիրանական գործողություններ կազմակերպելուն ուղղված աշխատանքներ են տանում, նրանց ուրեմն բազաներին, նրանց շտաբերին հարվածներ է հասցվում դրոնային և այլ կարգի, ամեն երեկո լրահոսում կա այդպիսի տեղեկություն հերթական ինչ-որ մի նման կենտրոնը չեզոքացվեց, հսկայական հրդեհներ, զոհեր և այլն։ Այս վերջին շաբաթ-կիրակի ժամանակ, որ և 3 առաջին օրը և գումարած գիշեր, որ ԱՄՆ փորձեց Հորմուզում ինչ-որ բան անել, փորձեցին հրահրել նաև Էմիրատների որոշակի գործունեություն, այսպես կոչված փորձում էին ջրերը, անգլերեն ասած testing the waters, արդյոք հնարավոր է հրահրել, թե ոչ, ոչինչ չստացվեց, ԱՄՆ չունի այնպիսի համալրված զինուժ, որով կկարողանար ըստ իր ցանկության կայծակնային արագությամբ ռազմական օպերացիա կազմակերպել և ստանալ այն արդյունքը, որը Տրամպն է ցանկանում, այն արդյունքը, որը 40-օրյա պատերազմից առաջ Նետանյահուն էր իրեն խոստացել, որ կստանա, եթե այդ հարձակումը կատարի, ասելով, որ դուք սկսեք հարձակումը, բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացրեք, թիրախային ոչնչացրեք օդուժ, ռազմածովային ուժ, հոբ համակարգեր, ժողովուրդը գետնի վրա կսկսի ինչ-ինչ գործողություններ և այլն, դա էլ, այսպես ասած, տեղի չէր ունեցել, չնայած, որ բավականին, այսպես մենք տեսնում ենք, վերազինավորում է տեղի ունենում, այլ որակավորմամբ, նոր սպառազինություն է գալիս, թե Էմիրատներ, թե Հորդանան, թե Իսրայել, թե Ադրբեջան, մենք Եվրոպական համայնքի գագաթնաժողովի խոսույթից, ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարի խոսույթից Երևանում, այսպես կոչված ռազմավարական համագործակցության դեկլարացիաներ Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հետ, այդ ամեն ինչը կատարվում է նրա համար, որ Իրանի դեմ հարձակման դեպքում որոշակի աշխարհագրական կետեր այսպես պետք է պատրաստ լինեն։ Բուն Իսրայելից 3 առաջին օրը եկավ տեղեկատվություն, 3 լայվում եմ նշել, որտեղ Իսրայելը ասում է, որ ամեն ինչ պատրաստ է տեղում է հարձակում սկսելու համար, որոշումը պետք է կայացնի Տրամպը եւ խոսում է, որ հարձակում է լինելու կայծակնային արագությամբ, անմիջապես պետք է վերածվի բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ շերտը Իրանում եւ խոսվում է, որ պետք է անմիջապես մնացած ռազմական օբյեկտներ, հոբ համակարգի, հրթիռային համակարգի հետ կապված օբյեկտներ պետք է ոչնչացվեն, ուրանի դեմ ինչ-որ գործունեություն պետք է իրականացվի, նույն, ինչպես ասում են, դասական ժանրից, բայց մենք չենք տեսնում այդ սկսվելու, այսինքն ԱՄՆ-ը, որ սկսի մի բան, Տրամպը որպեսզի սկսի բուն գործողությունը, նրան հարկավոր է հստակ պարամետրեր, որ ինքը իսկապես կհաղթի։ Պատահական չէ, որ այս ֆոնին Washington Post-ը այս շաբաթ գրում է, իսկ անցյալ շաբաթ դա CBS News-ն էր, ներկայացնում է մանրամասն տվյալներ 40-օրյա պատերազմի ժամանակ Իրանի կողմից տարածաշրջանում զետեղված ամերիկյան ռազմաբազաների դեմ հասցված վնասների մասին, ներկայացնում է բուն կոնկրետ քանակը, ինչն է վնասվել, ինչպես է վնասվել, որքան ժամանակ է պահանջում, որ դրանք վերականգնվեն, Telegram-ում դրել եմ Washington Post-ի այդ լուսաբանումները դրան ուղեկցող արբանյակային լուսանկարների հետ միասին, որոնք ուսումնասիրել է Washington Post-ի հատուկ թիմը։ Եվ հիմա մենք լսում ենք այս հետաքրքիր նոր անկյուն ասենք, նոր հետաքրքիր շերտը, որ սկսում է այս խոսույթը Տրամպը շարունակում է իրեն ամենահավատարիմ, կարելի ասել Իսրայելին ամենահավատարիմ սենատորը հանրապետական, որը բավականին ահաբեկչական այսպես գործունեություն տածող կերպար է, ինքը արդեն ավելի բաց փակագծերով է խոսում, ինչը նշանակում մենք կզինենք իրանցիներին, իրենք պատրաստվում են զինել Իրանում բնակչության, այսինքն ինչ որ Տրամպը ասում է, մենք ինչ-որ բան ենք ուղարկում, երբ որ դա հասնի, այդ մարդիկ ոտքի կկանգնեն, կանեն ինչ-որ գործողություններ եւ այլն, այսինքն այդ փորձերը շարունակվում են, այսինքն այս ամենը, որ ինչ-որ փաստաթուղթ է փոխանակվել երկու կողմերի միջև, որ փոխհասկացվածության մեմորանդումների նախագծեր են փոխանակվել կողմերի միջև 5 տարբերակներ կան սեղանին դրված, պարզ չէ դրանցից որ մեկի շուրջ ով ինչպես կհամաձայնվի, որ առաջին ճամփորդեց ահա այստեղ, ահա այնտեղ, առաջին այսօր օրինակ ճամփորդում է արդեն Չինաստան, Չինաստանում նախապատրաստվում են ընդունելու Տրամպին, դեռ հաստատ չէ Տրամպը կգնա այնտեղ թե ոչ, որովհետև շատ կարևոր է Չինաստանի համար, որպեսզի Իրանի դեմ գործողությունները ԱՄՆ-ը կասեցնի, Չինաստանը ուզում է ներկայանալ աշխարհին որպես այս կոնֆլիկտը խաղաղ ձևով լուծող, հանգուցալուծող ուժ, ԱՄՆ-ը դա էլ չի ուզում, այսինքն ներկայիս կրվի դաշտում գոյություն ունեցող պարամետրերով ԱՄՆ-ի դուրս գալը չի կարող լինել առանց այն հանգամանքի, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի կատարյալ պարտություն։ Երեք նշեցի, որ եթե ինչ-որ մեկը հեգեմոն է, ապա դա նրա համար ամենաանցանկալի հետևանքն է։ Հեգեմոնը չի կարող պարտված դուրս գալ կոնֆլիկտից։ Ինքը պետք է ասի, ես հաղթել եմ, կամ կարող է ասել, բոլոր կողմերը հաղթեցին, որը նաև բաց դուր է թողնում կոնֆլիկտը ինչ-որ ժամանակային այլ կետում, ապագայում շարունակելու համար։ Չինաստանն էլ ինքն էլ հեգեմոնի դեր խաղալով չի ցանկանում ինչ-որ հանդիպումներ անցկացնի, որոնք օրինակ հիշեցնում Վրաստանում տեղի ունեցած դեպքերը, երբ որ Չինաստանում օլիմպիական խաղերի բացում էր եւ այդ ժամանակ հարձակում եղավ Սաակաշվիլու իշխանությունների կողմից։ Հիշում եք այդ դեպքերը, Չինաստանը չի ուզում նման երևույթներ։ Եվ հետարքիր ձևով նաև զետեղել են պրոֆեսոր Մարանդիի գրառումը, որտեղ ամենակարևոր նախադասությունը նա է, որ Իրանը ամբողջապես պատրաստ է Տրամպի կողմից Չինաստան կատարվելիք այցից առաջ
հնարավոր ամերիկյան հարձակմանը դիմակայելու համար։ Դրանով նա ասում է, որ մենք գիտենք, որ դուք պատրաստվում եք հարձակվելու, դե եթե գիտեն, ուրեմն երևի թե ձևն էլ գիտեն, այդ ձևի մասին պրոֆեսոր Մարանդին փակագծեր չի բացում, բայց մենք ունենք այս հետաքրքիր պահը, որ զենքեր են փոխանցվում եւ Լինձի Գրահամը չգիտեմ ինչի է ամերիկյան սահմանադրությունը ցիտում, օրինակ բերում, նո ավելի շատ նա ուզում է այդ գաղափարը վաճառ է ամերիկացիներին, ասելով, որ մենք այնտեղ բանակայիններ ամերիկյան չենք ուղարկելու, ամերիկյան զինվորները վտանգի տակ չեն գալու, որովհետեւ մենք այնտեղ արդեն ունենք միլիոնավոր բանակ։ Մենք այնտեղ միլիոնանոց բանակ ունենք, այսինքն քաղաքացիներին են ուզում ոտքի հանել անհնազանդությունների, զենքերով հարձակումների, բայց այդտեղ չի ավարտվելու, այսինքն այդ գործողությամբ եթե սկսվի եւ ինչ որ մի հաջողություն արձանագրի նման մասսայական անհնազանդության գործողությունը, այդ դեպքում նոր այդ մյուս հարակից Իրանին հարակից երկրներ ուղարկված նոր պարտիաները զինատեսակների, նոր վերադասավորումները ուժերի կակտիվացվեն, կներգրավվեն, դա կլինեն քրդերը, թե ինչ որ ՆԱՏՕ-ի այլ տարրեր, դա կլինի Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիայի խառն ինչ որ տենց ակտիվացում եւ այլն, մենք այդ պահից հետո կարող ենք տեսնել։ Ամենայն դեպս դրանով այս գործողությամբ քաղաքացիների մասսայական անհնազանդության ոտքի կանգնմամբ, այսպես ասած, Տրամպը սպառնում է Իրանին Լինձի Գրահամի կողմից ավելի բաց փակագծերով արված հայտարարությամբ, որի դեպքում իրենք գտնում են, որ ամերիկյան հասարակությունը, որը բենզինի գնից է բողոքում եւ չի ցանկանում Իրանի դեմ ամերիկյան բանակի գործողություններ, չի ուզում, որ ամերիկացի զինվորները դագաղներով տուն գան, այդ գաղափարը չի կարողանում Տրամպի վարչակազմը վաճառի ամերիկացիներին, իսկ եթե մենք իրանցիներին զենք տվեցինք, իրենք ապստամբեցին, թեկուզ նույնիսկ մասսայական այսպես անհնազանդություններ, կատաստրոֆա, ուղղակի քաոս սկսի Իրանում, ամերիկյան հասարակությունը դեպքում տենց այս ձևով ոնց որ մինչև հիմա է Իրանի մասին նույն էմպաթիայով չի մտածելու, այսինքն իրանք Իրանի դեմ պատերազմելու մասին մտածելակերպում ավելի շատ ուղղորդվում են մեր ամերիկացի զինվորները դագաղի մեջ հետ չկան, իրանք ամեն օր տեսնում են հեղինակավոր վերլուծաբաններ, առաջատար ԱՄՆ-ում, ովքեր բացատրում են, որ Իրանի աշխարհագրական դիրքը, բանակի կարգավիճակը, քսիրի կարգավիճակը եւ այլն թույլ չեն տալիս այսպես բանակի պաշտոնապես պատերազմ տանել եւ դեռ հաղթանակ արձանագրել, Հորմուզը շարունակվում է, այսպես ասած, փակ մնալ, այդ նավերով ուղեկցել տանկերներ եւ այլն, որ այս վիկենդին էր մտածել Տրամպը, դա էլ չաշխատեց, հիմա իրենք փորձելու են այս մեխանիզմը գործել։ Մեկ այլ կարևոր անկյուն այս թեմայի հետ կապված, նաև հետաքրքիր է, որ Եվրոպական հետախուզական ծառայությունը զեկույց է պատրաստել Պուտինին պաշտպանելու պրոտոկոլի փոփոխությունների մասին, դա մանրամասն Տելեգրամյան ալիքում դրել եմ, մի քիչ վերև որ բարձրանաք կտեսնեք, եւ եթե հիշում եք, ես նշել էի Փոլ Գոբլի մի տարօրինակ հոդված, որտեղ նա հատուկ հետազոտել էր Ռուսաստանի Դաշնության տարածքում հրազեն կրելու իրավունք ունեցող անձանց թիվը եւ նրանցից քանիսը իսկապես ունի զենք եւ ինչպիսի ռեգիոնալ մասշտաբ ունի զենք կրողների աշխարհագրությունը Ռուսաստանի ներսում ու եթե հնարավոր կլիներ ինչ որ ձևով կենտրոնական իշխանությունը թույլատնելու առիթի դեպքում, այսպես ասած, արդյունացնել այդ զենք կրող բնակիչների մղումները, որպեսզի նրանք սկսեն իրենց շրջաններից եւ այլն ընդդեմ իշխանության զինված գործողություններ։ Ես սա կարդացել եմ իր հետազոտությունը այսպիսի մոտ 2 ամիս, մենք հիմա մայիս ենք, մոտ 2 ամիս առաջ եմ կարդացել ու շատ տարօրինակ էր այն ժամանակ ես որ դա կարդացի, տենց ասում ինչ կապ ունեն զենք կրող Ռուսաստանի քաղաքացիները
ինչ հաշվարկ է արվում եւ ինչի է նա այսպիսի sense մանրամասնությամբ հետևում այս խնդրին, այսինքն մենք տեսնում ենք, չէ, ուրվագից ոչնչացնել ինչ որ երկրի բուն լիդերին կամ լիդերներին, իշխանությանը, ասենք իշխանության կենտրոնական անդամներին, կոպիտ ասած սպանում ենք ցարին, միաժամանակ բոլշևիկները զինված ռաբոչիե и крестьяне դուրս են գալիս փողոցներ պայքարելու ընդդեմ այդ արդեն սպանված իշխանության ներկայացուցիչ ուժային համակարգի դեմ անգամ եթե այդ զեկույցը որ կարդաք կտեսնեք որ ուժային համակարգի վրա է սլաքը ուղղվում որ նրանք ինչ որ այսպես տոլի դվարցովի переворот են ուզում Պուտինի դեմ անել ինչ որ մի բան տենց ուժայինները այսպես ասած բայց հետաքրքիր կլինի որ ուժայինների ձեռքով ասենք Պուտինի վարչակազմ հանես ու հետո քաղաքացիներին ոտքի հանես որ այդ նույն ուժայիններին հեռացնի այսպիսի հետաքրքիր մոդել է որովհետև ես տեսնում եմ ինչպես կարող են հատկապես ռուսական կողմի Դվարցովի переворотի ֆան կլուբը հալածյուղի պես կամ մեղրի պես ընդունել ամերիկյան ինչ որ խոստումներ որ եթե իրանք էս ինչ բանը անեն եւ ապա ժողովուրդը ինչ որ տենց ոտքի կանգնի ինչ որ իրավիճակ փոխի ապա հենց այդ առաջնային ուժային անձինք ովքեր հեռացրեցին իշխանություններին նրանք էլ կդառնան իշխանություն պատահական չէ այստեղ որ Տրամպը անընդհատ օգտագործում է Վենեսուելան, անընդհատ այսպես Դելսի Ռոդրիգեզի кейսը, Իրան արդեն սարքում են ինչ-որ տենց ԿՀՎ ակտիվ են որպես ներկայացնում այդ կնոջը, մոռանալով որ Մադուրոն դեռ գերեվարության մեջ է ու պատանդ է վերցված ու ֆակտիչեսկի մնացած կառավարությունն էլ պատանդ է։ Բայց Ռուսաստանի եւ Իրանի դեպքում, եթե այս սցենարը գործի, ես չեմ կարծում, որ ԱՄՆ ողջ է պահելու ասենք լիդերներին, հատկապես Իրանի դեպքում, որ բացեիբաց ասում են, որ սպանելու են Պուտինի դեպքում, դեռ բացեիբաց դա չեն ասում, բայց մենք տեսնում ենք ԱՄՆ մտածելակերպի անփոփոխ շարունակական գիծ, իրենք պատրաստ են հենց լիդերների սպանության եւ քաղաքացիական զանգվածային անհնազանդություններ կազմակերպելու ճանապարհով Իրանին էլ Ռուսաստանին էլ ծնկի բերելու գործողություններ, ինչը նրանց դարձնում է միջազգային իրավունքի բանակցային մշակույթի տեսանկյունից, դարձնում է բավականին անբարեխիղճ, բարի կամքի դրսևորման սկզբունքը խախտող կողմ, որը նրան դարձնում է ծայրահեղ անվստահելի ցանկացած իր խոստումներում, նշածս երկրներում գտնվող ցանկացած իշխանության լծակ ունեցող ուժերի հետ հարաբերություններում եւս ոչ միայն բուն իշխանական օղակը զբաղեցնողների հետ փոխհարաբերություններում, այլև նրանց ում ինչ որ կուլուարներում ինչ որ բաներ են խոստանում, ինչ որ բաներ են տալիս, ինչպես որ Սիրիայում էր տրվել թուրքերի կողմից եւ ես վստահ եմ որ տրվել եւ տրվում է հենց այս նպատակով Թուրքիայի կողմից Ռուսաստանում եւ պատահական չէր Տրամպի կողմից Էրդողանի գովաբանումը, որ ահա, տեսեք ինչպես ինքը Սիրիայում այս հարցերը լուծեց, մենք սկի խաբարել, ոչ մեկ խաբար չէր, որ դա ինքն էր եւ այլն եւ այլն։ Այսպիսի հետաքրքիր զուգահեռներ այս թեմայով ես ձայնայինը YouTube-ում կտեղադրեմ, որտեղ հետաքրքիր թեմա է որոշեցի ձայնային ալել մտածելով կարճ կլինի, այդպես մի 18 րոպե է, ոչինչ, առանց վիդեոյի լսեք, բայց շատ կարևոր է, որովհետև սա տրվում է նման լրահոսում Լինզի Գրահամի կամ Տրամպի այս հայտարարությունը իմիջի այլոց է տրվում, այսինքն ինչ որ Տրամպը իր ասուլիսի ժամանակ օրինակ երբ որ խոսում է, երբ որ լրագրողները գտնվում են իր աշխատասենյակում, ինքը կրկնում է նույն մտքերը Իրանի նավատորմը ջախջախված է, հրթիռային համակարգը ջախջախված է, բոլոր լիդերները ոչնչացված են, ես հաղթել եմ, նջուկային ուրանը հարստացված ուրանը ոչնչացված է, մենք այնպես ենք հարվածել, այնպիսի հետաքրքիր օպերացիա էր, որ ուրանը թաղվել է խորը հողում, փոշի է դարձել եւ մենք գնալու ենք այդ փոշին վերցնենք, Իրանն է մեզ տալու, ինքը չի ասում զենքով են գնալու վերցնենք, Իրանը մեզ փոխանցելու է այդ փոշին, այսպես է խոսում։ Բուն մամլո միջոցների հետ հանդիպման ժամանակ նա չասաց, որ մենք զինում ենք այնտեղ Իրանում ինչ որ մարդկանց, սա մեկ այլ
հեռուստաեթերում մեկ այլ լրագրողին այսպես ձայնային տրված հարցազրույցից հատված է, հղումը Տիլեգրամում է, անպայման միացեք Տիլեգրամին, հետևեք, հետաքրքիր խճանկար է ստացվում, բավականին մտահոգիչ, եթե ես լինեի Իրանը կամ Ռուսաստանը, չի կարելի զլանալ այս հետաքրքիր նյուանսներում։ Այսքանը, բարի երեկո եմ մաղթում բոլորին։